Բոյկոտը բոյկոտի հետևից։ ՔՊԱ-ականների աթոռներն այս անգամ էլ դատարկ են Գյումրու ավագանու արտահերթ նիստի ընթացքում։ Ինչու են բոյկոտում, գլխավոր հարցն է։ Տղաներ, բարև ձեզ։ Գուցե որովհետև ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո էլ քաղաքացիական պայմանագիրը չի հանդուրժում ընդդիմադիր առաջնորդություն հանրապետության երկրորդ քաղաքում։ Կան հավանական ժամկետներ, պարոն վարչապետ, որ Գյումրիում կանցկացվեն թիմ ընտրություններ։ Թիմակից падգամավորի հարցին ի պատասխան էր Փաշինյանը համոզված պնդել, որ գյումրեցիներն իրենց քվեով, այսպես ասած, համերաշխություն են հայտնել նոր ընտրության օրակարգին, ուստի իրենք հիմա սցենարների վրա են աշխատում։ Մեր քաղաքական հանձնառությունն է այդ օրակարգը տեղ հասցնել։ Բոյկոտն իրենց սցենարներից մեկն է, թե ոչ ուղիղ չեն ասում, չգալով տապալել էին նաև ավագանու հունիսի 25-ին նախատեսված նիստը։ Այն ժամանակ քվորում ապահովել չէր ստացվել։ Հայտարարություն էին տարածել պնդելով, որ Գյումրու եւ Գյումրեցու շահերն արհամարող Գյումրին փաստացի ճգնաժամի առջև կանգնեցած ուժերը պիտի հեռանան։ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանի համար պարզ չէ, ինչպես է ՔՊ-ն հասնելու իր այդ նպատակին։ Ճիշտն ասած, մեխանիզմները մինչև հիմա մենք չենք պատկերացնում, թե ոնց կարող են 30,000 եւ ավելի քվե ստացած քաղաքական ուժերին եւ քաղաքացիների քվեները հաշվի չառնեն եւ ինչ որ փոփոխություններ կատարեն Գյումրու քաղաքում։ Առաքելյանը չի բացառում, որ կշարունակվեն նիստերի տապալման փորձերը եւ այդպիսով նոր ընտրության հավանականություն կստեղծվի։ Ասում է գյումրեցին իր քվեով պատասխան կտա։ Համայնքային ընտրությունները էականորեն տարբերվում են համապետական ընտրությունից։